Ողջույն, արի միասին պատրաստենք ամանորյա փքուն և շքեղ էկլերներ։ Այս էկլերները պարզապես քաղցրավենիք չեն, այլ իսկական տոնական զարդ ձեր սեղանի համար։ Նման էկլերները անտարբեր չեն թողնի ոչ ոքի։ Պատրաստեք սիրով և կիսվեք տոնական քաղցր համերով։ Եթե հավանեցիք, չմոռանաք մեկնաբանել, քանի որ ձեր մեկնաբանությունը շատ կարևոր է ինձ համար։ Դե ինչ սկսենք պատրաստել։ Ինչ է հարկավոր մեզ էկլերը պատրաստելու համար։ Մեզ հարկավոր է առաջին հերթին ձու, ես վերցրել եմ 7 ձու, որից 2 դեղնուցը առանձնացրել եմ կրեմի համար։ 5 ձուն և 2 ձվի սպիտակուցը կօգտագործենք խմորի մեջ։ 150 մլ արևածաղկի ձետ, մի պտղուն ծաղ, ալյուր և իհարկե ջուր։ Ալյուրը ջուրը վերցնում ենք նույն բաժակով։ Ինչ բաժակով որ վերցնում ենք ջուրը, նույն բաժակով վերցնում ենք ալյուրը։ Առաջին հերթին թավայի մեջ լցնում ենք 1 բաժակ ջուրը, գդալի ծայրով մի փոքր աղ և արևածաղկի ձետ։ Այս ամենը խառնում ենք և դնում ենք գազօջախին։ Ջրի և ձեթի զանգվածը հենց սկսում է եռալ, ավելացնում ենք 1 բաժակ ալյուրը։ Ու սկսում ենք անընդհատ խառնել։ Մի լավ խառնում ենք, տրորում ենք, որպեսզի ալյուրի գնդեր չմնան։ Խմորն էլ մի փոքր բողվի, եփվի և վերջ։ Արդեն պատրաստ է, տեսեք, ստանում ենք նմանատիպ զանգված։ Հիմա կանջատենք գազօջախը և կթողնենք, որպեսզի խմորը մի փոքր սառի։ Սառելուց հետո կավելացնենք արդեն ձուն։ Խմորը արդեն հովացավ, հիմա հատ-հատ ավելացնում ենք ձուն և լավ խառնում ենք։ Խմորը արդեն պատրաստ է, թանկագիններս, տեսեք, թե որքան լավ խմոր ենք ստացել։ Ինձ մոտ շատ է գույնը արտահայտիչ տեղին, քանի որ օգտագործում եմ տնական ձու։ Խմորը արդեն պատրաստ է, բերենք սկուտեղը և արդեն ձևավորենք էկլերները։ Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում և արդեն սկսում ենք ձևավորել։ Այս անգամ կձևավորեմ սովորական գդալով։ Վերցնում ենք 1 գդալ, այսպես։ Կարող եք լցնել նաև հրուշակեղենի համար նախատեսվող տոպրակի մեջ և ձևավորել ինչպես նախընտրում եք։ Ես այս անգամ ընտրել եմ այս հեշտ տարբերակը։ Տեսանյութի ներքևում կթողնեմ իմ էջի մյուս էկլերների բաղադրատոմսերը, կարող եք նայել նաև այդ տարբերակները, քանի որ շատ գեղեցիկ և լավ են ստացվում։
Էկլերները արդեն պատրաստ են։ Այս չափաբաժնից ինձ մոտ ստացվեց 9 մեծ հսկա էկլերներ։ Գդալի օգնությամբ լցնում ենք, մի փոքր ձևավորում ենք, պտտում ենք, որպեսզի տանք էկլերի տեսք եւ արդեն վերջ, պատրաստ է։ Ուղարկում ենք նախորդ տաքացրած ջեռոցը եւ թխելու ենք մինչեւ պատրաստ լինելը։ Ինչպես ենք թխում։ 180 աստիճանի տակ մոտ 20-ից 25 րոպե թողնում ենք, մինչև ինքը բարձրանա լավ, մի փոքր հենց սկսում է վարդագույն երանգ ստանալ, աստիճանաբար իջեցնում ենք ջեռոցը, քիչ-քիչ կամացացնում ենք, թողնում ենք, որ չորանա, այդպես մոտ 40-ից 45 րոպե։ Մինչև լավ չորանալը, պետք է տեսնեք թանկագիններս, հենց լավ կչորանա, այնուհետև կբացեք ջեռոցը եւ կհանեք։ Դե ինչ, ուղարկեցինք ջեռոց, մինչև պատրաստ լինելը։ Փամփլիկ էկլերները արդեն պատրաստ են, հոյակապ է ստացվել թանկագիններս։ Թողել ենք լավ չորացել է, այժմ կդնենք մի կողմ, թող մի փոքր սառի, այդ ընթացքում կպատրաստենք կրեմը։ Կրեմի համար մեզ հարկավոր է 200 գրամ շաքարավազ, 3 ճաշի գթալ ալյուր եւ 1 թեյի գթալ վանիլային շաքար։ Շաքարավազն ու ալյուրը խառնելուց հետո վրան ավելացնում ենք 2 ձվի դեղնոցը։ Եվ քիչ-քիչ ավելացնում ենք 500 մլ կաթը ու կրկին խառնում ենք։ Մի լավ խառնում ենք եւ տեղափոխվում ենք գազօջախի մոտ։ Զանգվածը դնում ենք գազօջախի եւ խառնելով հասցնելու ենք եռման աստիճանի։ Խառնում ենք, որպեսզի շաքարավազը լավ լուծվի եւ գնդեր չառաջանան։ Կրեմը արդեն ամբողջովին պնդացավ, երբ որ սկսում է լավ եռալ, փթփթալ, թողնում ենք եւս 5 րոպե եւ արդեն կանջատենք գազօջախը։ Արտակարգ կրեմ ենք ստացել։ Հատկապես երբ որ պատրաստում ենք տնական ձվով, գույնը լինում է արտահայտիչ դեղին, տեսեք։ Ստացվում է շատ նուրբ, իդեալական կրեմ, ամենահամեղ կրեմներից մեկը, որը ես ամենից շատն եմ սիրում, հատկապես էկլերների, պոնչիկների, ինչու՞ չէ նաև խմորեղենների մեջ ես այս կրեմը շատ եմ սիրում։ Այս զանգվածին ավելացնում ենք նաև 150 գրամ կարագ։ Անջատում ենք գազօջախը ու արագ-արագ խառնում ենք։ Կրեմը արդեն պատրաստ է, արտակարգ կրեմ ենք ստացել, կթողնենք մի փոքր կսառի, այնուհետև կլցոնենք արդեն էկլերները։
Էկլերները կրեմապատեցի, վերջացրեցի, այժմ շաղ կտանք շաքարի փոշի և կմատուցենք։ Զգուշացում, այս էկլերները կարող են չհասնել ամանորի գիշերվան, քանի որ շատ գայթակղիչ են ու անչափ համեղ, բույրը տարածվել է ողջ խոհանոցում։ Հուսով եմ ձեզ դուր եկավ այս հրաշք բաղադրատոմսը, պատրաստեք սիրով և վայելեք։ Հավանելու դեպքում չենք մոռանում կիսվել, լայքել և պահպանել տեսանյութը, քանի որ այն ձեզ շուտով պետք կգա։ Մաղթում եմ բոլորիս ուրախ տարի թանկագիններս, թող գալիք տարին լինի սիրո, երջանկության և ջերմության տարի։ Այսօր էլ այսքանը, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում։